Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ադրբեջանական կողմից եղել են կրակոցներ եւ նաեւ վնասված տներ կան։ Առաջին անգամ է ըստեյության, որ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ադրբեջանական կողմը կրակել է հայկական բնակավայրերի վրա։ Կարող ենք նաև փաստել, որ եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ հավանականությամբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը երկար ժամանակով կհետաձգվի։ Չենք ասում ամբողջությամբ դուրս կգա օրակարգից, քանզի դրա հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ պարզաբանման կարիք ունեն։ Բայց այստեղ հարցը կարևորն այն է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն է առաջին անգամ ըստ էության եւ հաստատում եւ հրապարակում այն տների նկարները, որոնց ուղղությամբ էլ արձակվել են ադրբեջանական գնդակներ եւ այն վնասվածքները, որոնք ստացել են տները։ Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ խաղաղության։ Հերթական անգամ ցույց է տալիս, որ իրենք ամեն ինչ անելու են խաղաղության գործընթացը վիճեցնելու համար, քանզի, ինչպես շատ անգամ ենք ասել, Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չէ։ Ադրբեջանը շատ լավ ստանում է այն, ինչ ինքը ցանկանում է։ Ադրբեջանը ըստ էության չի ցանկանում իր ձեռքերը կապված համարել եւ ստիպված լինել պարտավորություններ ստանձնել։ Իսկ ցանկացած պայմանագիր դա լավ թե վատ ամեն դեպքում պարտավորության ստանձնում է։ Ալիևը սա շատ լավ է հասկանում։ Ալիևի այս հայտարարություններին մենք ականատես ենք եղել, երբ Տավուշի հատվածում տեղի էր ունենում սահմանազատման գործընթաց։ Տեղի էր ունենում սահմանազատման գործընթաց առանց հստակ քարտեզի։ Եվ այն ժամանակ Ալիևը ադրբեջանական տեղական լրատվամիջոցներին տալով հարցազրույց նշում է, որ իմ մի ցանկությամբ հայկական կողմը Ղազախի շրջանի 4 գյուղեր վերադարձրեց եւ ինչքան մենք ցանկանանք, այնքան էլ ստանալու ենք։ Դրա համար Ադրբեջանը չի գնում սահմանազատման գործընթացում կոնկրետ քարտեզ ֆիքսելուն, քանզի եթե ֆիքսի կոնկրետ քարտեզ, նշանակում է, որ ինքն էլ է զիջող լինելու, քանզի բոլոր քարտեզներում էլ հայկական կողմը ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքներում նաեւ ունի տարածքներ, որոնք Ադրբեջանը պետք է վերադարձնի եւ Բերքաբերի հատվածում, եւ նոյեմբերյանի հատվածում, եւ նաեւ Իջևան-Շամշադին հատվածում։ Հետևաբար Ալիևը չի գնում պայմանագրի ստորագրման, Ալիևը չի գնում քարտեզի ֆիքսման։ Ներկայումս էլ այդ վիճակն է։ Հայտարարում են, որ բոլոր կետերը համաձայնեցված են հայկական կողմի հետ։ Հայաստանից ստացվում է պատասխան, որ եթե բոլոր կողմերը համաձայնեցված են եւ կետերը ֆիքսված են, ապա իրենք պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիր եւ սկսվում է խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատճառաբանությունների շքերթ։ Մեկ նշում է, որ հենց այս պահին Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություններ կատարի, մինչդեռ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններն արվելու են միայն 2027 թվականին։ Դժվար թե Ադրբեջանը չիմանա այդ մասին։ Վստահ ենք, որ Ադրբեջանը այս ամենն իրականացնում է հետագայում ասելու, թե հայկական կողմն է վիճեցրել նախագիծը, հայկական կողմն է վիճեցրել խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։ Իսկ կրակահերթերի արձակումը հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ նպատակ ունի միմյան ճնշում գործադրել հայկական կողմի վրա, ստեղծել վախի սպառնալիք, որ դրանից հետո ստիպված լինեն ստորագրել այն կետերը, որոնք վերաբերում են բացառապես Ադրբեջանին, քանզի այդ կետերում հայկական եւ Հայաստանի հետ կապված դժվար է գտնել ինչ-որ բան։ Ճիշտ է, տեքստը դեռ հրապարակված չէ, բայց դատելով այն հայտարարություններից, որոնք արում էր Ադրբեջանը մինչև պայմանագրի ստորագրման մասին հայտարարությունը եւ նաեւ հաշվի առնելով, որ այդ հայտարարությունները չեն հերքվել Ադրբեջանի կողմից, խոսքը այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին է, խոսքը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման մասին է եւ այլն, խոսքը այն մասին է, որ ադրբեջանցիները անարգել պետք է առանց անձնագրային ստուգման պետք է մուտք գործեն Հայաստան, որ ադրբեջանական բեռները չեն կարող ստուգվել Հայաստանում եւ այլն, չկրկնենք ադրբեջանական կողմի այս թեզերը, ամեն դեպքում այս հայտարարությունների հետ կապված Ադրբեջանը հերքում չի տարածել։ Նշանակում է կամ դրանք կան պայմանագրի տեքստում, ինչի մասին չի ասվում, կամ այդ պայմանագրի առանձին կան որոշակի արձանագրություններ, որտեղ որ այդ կետերը ֆիքսված են։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան եւ ինչ նոր անակնկալներ մեզ կմատուցի Ադրբեջանը։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետ է կապված։ Ըստ էության ԱՄՆ կարող է խնդիրներ ստանալ այնտեղ, որտեղ չէին սպասում իր կենսական շահերի հատվածում, դիցուք Հարավային Ամերիկայում։ Իրանական եւ միջազգային փորձագիտական շրջանակները եւ լրատվամիջոցները նշում են, որ վերջին օրերին ակտիվացել է Իրանի ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքը դեպի Վենեսուելա։
Իրանն էլ բացահայտ հայտարարում է, որ ցանկանում է Վենեսուելայում հրթիռային եւ անօդաչուների արտադրության հզորություններ ստեղծել։ Իսկ հրթիռային եւ անօդաչուների արտադրության հզորություններ ստեղծելով Իրանը ըստ էության կարողանում է իր հրթիռային հասանելիության տակ պահել արդեն ոչ միայն մեքսիկական ծոց, այլ նաեւ Պանամայի ջրանցքը, ինչը Միացյալ Նահանգները հայտարարել է իր կենսական շահերի գոտի։ Օրմուզի նեղուցի օրինակով Իրանը կարող է կրկնել այս ամենը, եւ վերջերս բոլորովին Իրանը որոշում կայացրեց Օրմուզի նեղուցի վրա գտնվող մեծ թամբ, փոքր թամբ եւ Աբու Մուսա կղզիների վրա տեղակայել հրետանային մարտկոցներ, ըստ էության հսկողության տակ վերցնելով Օրմուզի նեղուցը եւ նրանով անցնող միջազգային նավթի առևտուրը։ Բավականին լուրջ անակնկալ է սա Միացյալ Նահանգների համար եւ կարծում ենք սրանով Իրանը միայն ուժն է ցուցադրում։ Նաեւ հաշվի առնելով Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը հուսիների հետ կապված, որ հուսիները Միացյալ Նահանգների նավերի դեմ կիրառում են սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ, խոսում է այն մասին, որ ամեն դեպքում Իրանի հրթիռային տեխնոլոգիաները կարծես թե ընդունվում են Միացյալ Նահանգների կողմից եւ Միացյալ Նահանգները հաշվի այս ամենը չառնել չի կարող։ Իհարկե, Իսրայելի պաշտպանությունը Միացյալ Նահանգների համար առանձնահատուկ նշանակություն ունի, բայց ամեն դեպքում գնալ Իրանի հետ ուղիղ հարձակատման, կարծում ենք այս պահին Թրամփի վարչակազմը դա չի անի։ Հաշվի առնելով կրկնում ենք, որ Հարավային Ամերիկայից էլ նրան տհաճ անակնկալ կարող է սպառնալ։ Սպասենք տեսնենք, թե ինչ զարգացում կունենա այս ամենը, քանզի Միացյալ Նահանգների նախագահի նամակին Իրանում արդեն պատասխանել են, չհրաժարվելով միջնորդավորված բանակցություններից, բայց մերժելով ուղիղ բանակցությունները։ Վատ բանակցությունները լավ պատերազմից լավ են, ինչպես ասում է հայտնի խոսքում։ Հետևաբար, եթե ամեն դեպքում միջնորդավորված բանակցությունները շարունակվեն Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, ապա ամեն օր մեր տարածաշրջանում պատերազմի հավանականությունը կքչանա։ Սպասենք տեսնենք, թե այս ուղղությամբ իրադարձությունները ինչպես կզարգանան։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ ես անդրադառնալ, կապ ունի արդեն Իսրայել-Թուրքիա հարաբերությունների հետ։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ մենք նշել էինք, որ Թուրքիայում կատարվող իրադարձությունների թիկունքին կարծես թե կանգնած է Իսրայելը եւ նա ունի իր պատճառները, իսկ պատճառը Սիրիան է։ Իսրայելը չի ցանկանում Թուրքիային հանձնել Սիրիան միանձնյա տնօրինության։ Ավելին, Իսրայելն ամեն ինչ անելու է թուրքական ներկայությունը Սիրիայում ամեն օր պրոբլեմատիկ դարձնելու համար։ Եվ ահա լրատվամիջոցները տարածում են, որ Իսրայելը հերթով ոչնչացնում է բոլոր այն օդանավակայանները, իսրայելական օդուժը, որտեղ թուրքական օդուժը կարող է բազավորվել եւ այդ ամենը օգտագործվել հետագայում Մերձավոր Արևելքում ինչ-որ գործողություններ իրականացնելու համար։ Բացի այդ, Սիրիայում ակտիվանում են քրդերը եւ Իսրայելը ըստ էության շահագրգռված է քրդական պետության ստեղծմամբ, սա նաեւ Իրանի դեմ է լինելու ուղղված։ Նաեւ Իսրայելը ստեղծում է դրուզների պետություն իր սահմանին։ Եվ այս ամենով հանդերձ Թուրքիան մտնելով Սիրիան ընկնում է ըստ էության ծուղակի մեջ։ Այդ մասին մենք զգուշացրել ենք դեռ թուրքական օպերացիայի առաջին օրերին։ Հույս դնելով իսլամիստների վրա եւ նրանց ձեռամբ տապալելով Ասադին, Թուրքիան հույս ուներ միանձնյա իշխանություն վերցնել Սիրիայում եւ Էրդողանը հույս ուներ, որ իրեն կդիմավորեն այնտեղ ծափողջություններով, բայց պարզվում է, որ Սիրիայի հետ կապված տարածաշրջանի պետությունները իրենց պլաններն ունեն։ Խոսքը իհարկե առաջին հերթին Եփրատի նավթարատ հատվածի մասին է գնում, որ Իսրայելը ըստ էության չի ցանկանում, որպեսզի այդ ամբողջը գտնվի թուրքական հսկողության տակ, բացի այդ Եվրոպա գնացող ապագա Քաթարից Եվրոպա գնացող գազատարը պետք է անցնի Սիրիայի տարածքով եւ այն պետությունը կամ պետությունները, որոնք որ կվերահսկեն այն գազատարը, իրենք էլ ըստ էության կունենան ազդեցության լուրջ լծակներ հենց Եվրոպական միության վրա։ Իսկ դա Թուրքիային օդուժերի պես պետք է Եվրոպական միության դառնալու իր ծրագիրը շահարկման առարկա դարձնելու համար եւ Եվրոպայից առավելագույն զիջումներ կորզելու համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե թուրք-իսրայելական այս հերավար հակամարտությունը ինչ արդյունքներ է տալիս, բայց վստահ չենք, թե Թուրքիան եւ Իսրայելը կգնան ուղիղ առճակատման, քանզի ամեն դեպքում տարածաշրջանում նրանք դաշնակիցներ են եւ Սիրիան չհաշված, նրանց շահերը ավելի շատ համընկնում են, քան հակադրվում։ Ինչպես կդասավորվեն իրադարձությունները, մենք կտեսնենք ապագայում, այսօր այսքանն էր եւ ես մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ մեզ կարող եք դիտել նաեւ Երկիր մեդիայի շրջանակներում։ Ամփոփելով նշեմ, որ մեր հաղորդումները կարող եք դիտել հետայսու նաեւ Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ։